50 տարից ավել ստաժ ունի մանկաբաշխական։ Հիմա էլ արդեն թոշակ եմ ստանում։ Ընդհանրապես քիչ եմ ստանում, 57,000 եմ ստանում։ Աշխատանքային տարիների դիմաց սահմանվող կենսաթոշակը, որոնք այսօր ստանում են 63 տարին լրացած անձինք, ամենաշատ քննարկվող սոցիալական հարցերից են։ Աշխատունակ տարիքում կատարված վճարումների դիմաց սահմանված կենսաթոշակները ոչ միշտ են պատշաճ արտացոլում եւ գնահատում այն ներդրումը, որը ժամանակին արել է քաղաքացին իր աշխատանքով։ Համատեղության կարգով աշխատել եմ, բայց քանի որ մեր երկրում համատեղությունը չի համարվում կրկնակի աշխատանքային ստաժ, դրա համար էլ մի տեղից եմ ստացել։ Աշխատել եմ սկզբից կարի շաքարի գործարանում, հետո 07 պոչտայում եմ աշխատել, հետո կարի գործարանում։ Ուդի թոշակառուն են կամ բարձր թոշակ ստանա, որ կարողանա կոմունալները մուծել, որ կարողանա ինչ որ հրավիրեն մարդուն, մարդը լիարժեք գնա ինչ որ տեղը մասնակցի, հիվանդանի դեղորայքները կարողանա առնել։ Մանկավարժության մեջ եմ աշխատել 45 տարի, 66,000 դրամ, որից կեսն էլ դեղորայքի եմ տալիս։ Կենսաթոշակները գոնե գնահատեին մարդու աշխատանքը, դա իրենք է վաստակել, իրենց վաստակած թոշակն է։ Հայաստանի օրենքներով ծերության կենսաթոշակ նշանակվում է ՑՄ աշխատունակության վիճակից անկախ 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ։ Տարիքային կենսաթոշակ նշանակվում է նաև 63 տարին լրացած այն քաղաքացիներին, որոնք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։ Բայց փաստացի եւ բազմաթիվ են օրինակները, երբ մարդու աշխատած տարիների մասին տվյալները չեն պահպանվել, իսկ թոշակի հաշվարկման ժամանակ դժվար է այն ապացուցել, երբ աշխատանքային գրքույկում եւ արխիվային փաստաթղթերում դրանք ֆիքսված չեն։ Այսինքն գործատուն չի կատարել սոցիալական վճարները, սրանով թաքցնելով նաև աշխատուժի իրական թիվը։ Գործերել են, որտեղ սոց վճարումներ չեն կատարել։ Տվյալ հիմնարկ ձեռնարկությունը չի կատարել։ 92 թվականից հետո մեր մոտ հաշվարկային համակարգով սոց վճարումների տեղեկանք պետք է ունենաս, որ բանը ստաժը հաշվեն։ Դե սոց վճարումները, որ հիմնարկը չի կատարել, արխիվներ չկա, երկրաշարժից հետո կորցրել են։ Գործաստարի ունեն, բայց դե քիչ, չես կդնի, չեն կրնակդնի։ Քան տարի Չդեմ չեմ կրնասի համայնա, չմե 7 տարի գործել եմ։ Արխիվիսել եմ չկա, всё, այսօր դիսկ կդնում։ Շինարարություն աշխատած, շինարարությունը գնաց, ձերքերեն առան էլի կորդը։ Ու մնաց այնտեղ, իրանց մոտ է յետո իրանց ու դիսկ կդնի չկդա։ Նաշտերն էլ իմաստ չունի, տարիքը եկե ինքան է հասել նորից, անգնեմ այդ մանաշ բաների հետևից երեխեքսել են ինձ օգնում, այնպես որ բավարար է, էլի չեմ ուզել քաշքշուկների բաների մեջ գնամ։ Վերջի 2 տարին ինձ կթվա այդ երկրաշարժից հետո 90 քանի թվերը չհաշվեցին, որովհետև սոցիալֆոնդ ինչ որ չէր մուծվել էր դրա համար։ Հա։ Բայց մնացածը հաշվել է։ Ժամանակին արդյունաբերական քաղաք համարվող Լենինականում երկրաշարժի հետևանքով ավերվեցին, հետո թալանվեցին գործարաններն ու ֆաբրիկաները։ Հետնել աշխատավորների աշխատանքային գրքույկները եւ մյուս փաստաթղթերը չպահպանվեցին կամ ոչնչացվեցին։ Շատ գործատուներ տարիներ շարունակ կարևոր փաստաթղթեր չեն հանձնել քաղաքային արխիվ, բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել ունեցած աշխատանքային ստաժները հաստատել ու ստիպված թոշակի են անցել միայն 65 տարեկանից, ստանալով ծերության նպաստ։ Մինչև հիմա էլ կան քաղաքացիներ, որոնք դիմում են մարզային արխիվ, հույսով, որ կգտնեն 90-ականներից մինչև 2000-ականների սկիզբ կորցրած աշխատանքային տարիների մասին տվյալներ։ Կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես փաստաթուղթ չեն հանձնել, ու նույնիսկ եթե մենք տեղը գիտենք այդ փաստաթղթերի մոտավոր խորհուրդ ենք տալիս, իհարկե եթե ունեն իրավա հաջորդներ։ Ասենք միգուցե մեկը Լենկոշը, ասենք Լենինագանի կոշիկի ֆաբրիկան, հետո ինչ որ իրավա հաջորդ ունի եւ հիմի ինքը գործող, ասենք հիմնարկ է կամ կնիկ ունի, մենք քաղաքացիներին կամ ցանկացած հարցման խորհուրդ ենք տալիս դիմել ինչ հասցեով կազմակերպության անվանումը ամեն ինչ գրվում է եւ խորհուրդը տրվում է, որ հարցումը ուղարկեն այդ հասցեով։ 90-ականների հախուռն սեփականաշնորհումների այլ ոլորտներում անվերահսկելիության պատճառով առաջ եկած խնդիրները քաղաքացուն կարող են հասցնել մինչև դատարան։ Իսկ կորցրած ստաժները հաստատելու գործընթացը քաղաքացիների համար այնքան էլ հեշտ չէ։ Եթե լուծարված են եւ փաստաթուղթ չեն տվել, քաղաքացիները ստիպված են դիմել դատարան, ինչ որ վկաների, որոնք ունեն աշխատանքային գրքույկներ, վկաների միջոցով իրենց աշխատանքային ստաժը հաստատեն։ Թոշակավորման գործընթացում այս տարվանից որոշակի պարզեցումներ են կատարվել։ Նախկինում բացի աշխատանքային գրքույկից պահանջվում էր սոցվճարների կամ աշխատավարձերի ստացումը հաստատող փաստաթղթեր։
Այժմ դրանք պարտադիրների ցանկից հանվել են եւ աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով։ Քաղաքացին ընդանուր ունեցել է 5 տարվա ստաժ, 10 տարվա այդ շեմը չի լրացրել, չի թոշակավորվել։ Իսկ հիմի կարող է նորից կարծեմ օրենքը ընդունվել է։ Շատ հանգիստ կարող են դիմել գրքույկի արգայության դեպքում, եւս նշեմ։ Դիմել սոցապբաժին, նորից հարցումը կկատարեն կամ հարցում կկատարեն կամ արդեն նոր օրենքով առանց հարցում կատարելու էլ չեն կատարի բնականաբար, որտեղ արդեն կատարել են։ Միանգամից ստաժները հիմք կընդունեն։ Նոր ընթացակարգով կմշակվեն եւ կներդրվեն ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն կտան ինքնաշխատ եղանակով հաշվարկել աշխատանքային ստաժը եւ ձևավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։ Այս թարմացումները վերաբերում են նաև բռնի տեղահանված արցախցիներին։ Արցախի տարածքում 1992-ից 2013 թվականներին կուտակած աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճարները կամ աշխատավարձի վճարումները հաստատող փաստաթղթերը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։